Էմոցիաները միայն լավն են ու շատ էմոցիոնալ եվրոպական տարի ստացվեց այս տարին։ Հայաստանի չեմպիոն Նոան դարձավ հայկական առաջին ակումբը, որը կխաղա Եվրագավաթային մրցաշարի փլեյ-օֆ փուլում։ Պատմություն կերտեցինք, դրանից ավել երևի ոչ մեկ չէր սպասում ու հպարտ ենք, որ կարողացանք անցնել հաջորդ փուլ փլեյ-օֆ փուլ ու շարունակում ենք պայքարը։ Շատ երջանիկ ենք, հրաշալի զգացողություն է դառնալ հայկական առաջին ակումբը, որն անցել է եվրոպական մրցաշարի փլեյ-օֆ։ Այժմ մենք մի փոքր կհանգստանանք եւ գալիք հանդիպումներին ավելի ուժեղ կվերադառնանք։ Անձամբ ինձ համար շատ երջանիկ պահ է, միշտ հաճելի է խաղալ այսպիսի լավ հանդիպումներում, բայց չպետք է մոռանանք, որ սա դեռ ավարտը չէ։ First of all, I would like to congratulate to my players for the historic success of reaching playoff, first time in history of Armenia. Նախ շնորհավորում եմ ֆուտբոլիստներիս Հայաստանյան ակումբի առաջին անգամ փլեյ-օֆ հասնելու պատմական նվաճման կապակցությամբ։ Իմ կարծիքով սա իսկապես մեծ հաջողություն է եւ ես շատ հպարտ եմ դրանով։ 8 միավոր լիգայի փուլում 2 հաղթանակ, 2 ոչ ոքի, 2 կորուստ։ Ես կարծում եմ, որ մենք արժանի էինք անցնել փլեյ-օֆ։ We deserve to go to playoff. Ֆուտբոլային մեկնաբան Արման Աբելյանը սա աննախադեպ նվաճում է համարում հայկական ֆուտբոլի համար։ Հայկական ակումբները երկար ժամանակ չեն կարողանում Եվրոպայում շատ առաջ գնալ, բայց վերջին տարիներին հասնում էինք որակավորման երկրորդ փուլ, երրորդ փուլ, հետո արդեն խմբային փուլ, հիմա արդեն մի տեղ է Նոան հասել, որ առաջ ոչ ոք չի եղել, այսինքն անցումային փլեյ-օֆում։ Եվ հենց սա ակումբի տեսանկյունից էլ պետք է դիտարկել։ Նոան նախորդ մրցաշրջանում պարզապես մասնակցում էր լիգայի փուլին, հիմա նաև հաղթը հարեց այդ փուլը, այսինքն մեկ քայլ առաջ կատարեց։ Եվ շատ կարևորում եմ, որ հայ երկրպագուն Գառնանը նույնպես կունենա եվրոպական ֆուտբոլ դիտելու հնարավորություն հայկական թիմի կողմից։ Նոայի ամեն հաղթանակ, ամեն վաստակած միավոր ավելացնում է հայկական ֆուտբոլի վարկանիշը բոլոր երկրների վարկանիշային աղյուսակում։ Այսինքն դա հնարավորություն է տալիս հետագայում, որ հայկական թիմերը ավելի հեշտ մրցակիցներ ստանան, պայքարը սկսեն ոչ թե կոնֆերենցիաների լիգայից, այլ Եվրոպա լիգայից, այդ առումով բոլոր հայկական թիմերին է սա օգուտ։ Ու նաև Նոայի կազմում խաղացող ուժեղ արտասահմանցի ֆուտբոլիստները մեծացնում են մրցակցությունը ներքին առաջնությունում, միանշանակ դա օգուտ է նաև Հայաստանի առաջնությանը։